Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 11 դեկտեմբերի օրը 5-շաբթի, բարի երեկո։ Սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվում եւ բարեկարգվում են Վարդենիս քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ եւ բակային հատվածներ։ Աշխատանքները բուռն ընթացքի մեջ են եւ լուծում են տասնյակ տարիներ բնակիչներին անհանգստություն պատճառած խնդիրներ։ Վարդենիս քաղաքում շինարարական ակտիվություն է, տանիքագործ վարպետներն աշխատում են մինչև առատ տեղումների սկսվելը ավարտին հասցնել 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգումը, աշխատանքները կատարվում են սուբվենցիոն ծրագրով։ 5-րդ հարկում էինք ապրում, այս 50 տարվա շենքա, բայց ոչ մի վերանորոգում, մի անգամ էլ կրիշը դեռ քամին էր տարել։ Այդպես էլ անորակ մնացել էր, իսկ մեր տունը լրիվ քայքայված վիճակ։ Բախտը բերմամբ կո արդեն եկավ տեսանք էլի։ 40 տարի ստե ապրում ես տանիքն ռևոն չի եղել։ Ջուր, մուր, չռալ, ագին ժողովրդին բնակիչներով վնաս էր տալիս։ Իսկ հիմա նորից կո մարդիկ քանդել են, սարքում են, ու արդեն սկսել են աշխատանքներ, եթե հասցնեն մինչև ծունկը շատ լավ կլինի։ Ծրագրով նախատեսված է տանիքների նախկին ծածկերի քանդում եւ հեռացում, նոր ծածկի տեղադրում ցինկապատ թիթեղով։ Մեկ տանիքում քանդման, իսկ 3-ում արդեն փայտե ծածկի կառուցման աշխատանքներ են ընթանում։ 4 բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 84 միլիոն 550 հազար, մոտ 3470 քառակուսի մետրի չափով, որից կառավարության մասնաբաժինը կազմում է 60%, համայնքի մասնաբաժինը 40%։ Սուբվենցիոն այս ծրագրից կօգտվի մոտ 150-ից 200 շենքի բնակիչներ։ Արդեն 3-րդ տարին է բազմաբնակարան շենքերի տանիքները փոխում ենք հինը, փոխում ենք նորով, նոր կտուրներ են խփում, արդեն Վարդենիս քաղաքում 43 բազմաբնակարան շենքերի տանիքներից մնացել է 10-ը, հույսով եմ, որ մենք մյուս տարի նույնպես այդ 10-ը վերանորոգենք եւ կվերջացնենք այդ ծրագիրը։ Կառավարության եւ համայնքի հավասար ներդրմամբ 164 միլիոն դրամ արժողությամբ ծրագրով էլ բարեկարգվում են Վարդենիսի 10 բազմաբնակարանների բակերը, 8-ում աշխատանքներն արդեն ավարտված են, 2-ում շինարարությունը դեռևս ընթացքի մեջ է։ Այս պահին շեբենային աշխատանքներն են կատարում, արդեն հողային աշխատանքները լրիվ ավարտված է, սպասում են մի քիչ եղանակները մի քիչ լավանա, նոր ասֆալտապատումն է, ասֆալտապատում դեկեսը արած է, մի շենքի արդեն հատվածը լրիվ արված է, մնում է այս երկրորդ շենքի հատվածը։ Հիմնանորոգված եւ դեռ շինարարության փուլում գտնվող բակային տարածքներն ընդգրկում են ավելի քան 14000 քառակուսի մետր մակերես։ Շինաշխատանքները ներառում են եզրաքարերի տեղադրում, մուտքային աստիճանների վերանորոգում, ապուրինի կառույցների ապամոնտաժում։ Ծրագրում ներառված բակերից հեռացվել է 38 ապուրինի ավտոտնակ։ Արդյունքում բակային տարածքները զգալիորեն ընդարձակվել են։ Երեխաների համար պատրաստել ենք շատ սիրուն բակեր։ Բակեր կան, որոնց մեջ արդեն ներառված է նախագծով նախաշով խաղահրապարակներ, քանի որ մեր երեխաները ընդհանրապես խաղալու տեղ չունեին, ամբողջ բակերը շրջապատված էին գարաժներով։ Հայատներ, փոշի, թոս, կեղ, երեխեքին խաղահրապարակ չկար, տեղ չկար։ Իսկ հիմա մարդիկ սարքել են մաքուր, կուլտուրական, լույսերով, ասֆալտով, ամեն ինչով։ Սուբվենցիոն ծրագրերով կատարվող 2 շինարարությունների վերջնաժամկետն էլ մինչև տարեվերջը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հնագիտության սենյակը նոր տեսքով է ներկայանալու այցելուներին։ Վերջերս կատարված վերանորոգումն ու կահավորումը ամբողջությամբ փոխել են տպավորությունները ցուցադրությունից եւ ցուցանմուշներից։ Վերանորոգումից եւ կահավորումից հետո այս տեսքով է ներկայանում Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի հնագիտության սենյակը։ Հազարամյակների պատմություն ունեցող խեցեղենը ցուցադրվում է պատշաճ կերպով։ Այս սենյակն առավել գրավիչ է դարձել նոր ցուցափեղկերի եւ հատուկ լուսավորության շնորհիվ։ Բարեկարգումը կատարվել է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության դրամաշնորհով եւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ։ Մեծ տեղ տալով այցելուի վիզուալ տեսողական շփմանը, փորձել ենք հազարամյա պատմություն ունեցող հնագիտական իրերի նոր ցուցադրմամբ ստեղծել մշակութային նոր միջավայր։ Շնորհակալություն ենք հայտնում Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությանը, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզպետարանին այս ողջ ընթացքում մեզ աջակցելու համար։
Հնագիտական սենյակի վերանորոգումն ու կահավորումը հնարավոր են դարձել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը ծրագրի շրջանակում որոշ ցուցափեղկերի ձեռքբերման գործում էլ օժանդակել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության որդեգրած քաղաքականության համապատասխան այն կետերից է, որը ոչ միայն պետք է պահպանենք եւ պաշտպանենք, այլև հանրահռչակենք այն մշակութային ժառանգությունը, որը եկել է դարերի խորքից։ Հնագիտության սրահը նորոգվել, գեղեցկացել ու ներկայանալի է դարձել բոլորիս։ Այս նորոգված սրահում տեսնում ենք, որ նմուշները բոլորովին այլ ձևով են ներկայանում հանդիսատեսին։ Նրանց արժեքը կարծես ավելի է բարձրացել։ Հնագիտության սենյակի վերանորոգման ու կահավորման համար հատկացված դրամաշնորհը կազմել է 2.290.000 դրամ։ Թանգարանի աշխատակիցների եւ այցելուների ցանկությունն է, որ տարբեր ժամանակաշրջանները ներկայացնող սենյակները եւս բարեկարգվեն եւ թանգարանային հարուստ ֆոնդը ցուցադրվի լավագույն պայմաններում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի իլրումն բաժինը։ Մնացեք խաղաղությամբ։ Սիրելի հյուրեր, ողջունում ենք ձեզ այս տոնական երեկոյին։ Շնորհակալ ենք, որ այսօր մեզ հետ եք։ Կիսելու ուրախությունը, ջերմությունը եւ ամանորի սպասումը։ Գանձակի երաժշտական դպրոցում տարեվերջյան հաշվետու միջոցառման տրամադրությունն ու թեմատիկան նախատոնական է։ Միջոցառումը մեկնարկում է հիշատակի րոպեով, որին հաջորդում է դպրոցի տնօրեն Մարի Սիրականյանի շնորհավորական խոսքը։ Ներկայացվում են հաշվետու տարվա գործունեությունն ու ձեռքբերումները։ 2025 թվականը մեր դպրոցի համար եղել է մեծ ձեռքբերումների տարի։ Կապիտալ եւ ընթացիկ դրամաշնորհներով մենք նախատեսել եւ ձեռք ենք բերել հայկական ազգային տարազներ պարային բաժնի սաների համար։ Մեր երեխաները մասնակցել են բազմաթիվ փառատոների, մասնակցել են համայնքապետարանի եւ մեր դպրոցի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին եւ ներկայացրել են համայնքը պատվով եւ գերազանց։ Պետք է ասեմ 2022 թվականից ի վեր, խոշորացումից ի վեր դպրոցում եղել են բազմաթիվ շինարարական աշխատանքներ եւ համալրվել է դպրոցը անհրաժեշտ գույքով եւ տեխնիկայով, երաժշտական գործիքներով։ Ես այս ամենի համար շնորհակալություն եմ հայտնում իմ եւ դպրոցի ողջ անձնակազմի բոլոր սաների եւ ծնողների անունից, Գավառ համայնքի ղեկավար պարոն Գուրգեն Մարտիրոսյանին, Գավառի համայնքապետարանի ողջ աշխատակազմին, մշտապես աջակցության, համագործակցության եւ վստահության համար։ Այնուհետև դպրոցի տարբեր բաժինների ու դասարանների սաները հանդես են գալիս կատարումներով։
երևում է երեխաների սերը դեպի արվեստը։ Ուրախ եմ այս պայծառ դահլիճում ձեզ հետ լինելու համար։ Թող գալիք տարի լինի խաղաղության, համերաշխության տարի։